Ողջույն հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար ալիքի եթերում 2x հաղորդաշարն է։ Ես Մանե Բարեղամյանն եմ ու այսօր զրուցելու եմ Շողեր Աթանեսյանի հետ, ով հանդիսանում է Արթուկ սոցիալ ձեռնարկատիրության հիմնադիր տնօրենը։ Ողջույն Շողեր ջան։ Ողջույն Մանե ջան։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Մենք բավականին երկար ժամանակ է միասին կապի մեջ ենք եւ պլանավորում ենք միասին զրույց ունենալ, քանի որ ես գիտեմ թե ինչով է զբաղվում Արթուկը եւ ծանոթ եմ ինչ-որ չափով ձեր գործունեությանը, ուզում եմ որ այսօր մենք բացահայտենք մեր ունկնդիրների համար թե ինչ հրաշք ծրագիր է Արթուկը եւ ինչպիսի հնարավորություններ է տալիս կանանց։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր հաղորդման ընթացքում մենք քննարկում ենք կանանց առաջնորդության թեմաները եւ կարծում եմ այս թեման եւ ձեր գործունեությունը շատ ուղիղ կերպով առնչվում է կանանց եւ կանանց առաջնորդության թեմային։ Խնդրում եմ մի քիչ պատմեք, ինչ է Արթուկը եւ ինչ գործունեությամբ է զբաղվում։ Սիրով։ Արթուկը սոցիալական ձեռնարկություն է, ինչպես որ դուք նշեցիք, այսինքն իր նպատակն է սոցիալական խոցելի խավի համար ստեղծել փոփոխություն։ Հենց դրանով էլ տարբերվում է սովորական ձեռնարկատիրության ու սոցիալ ձեռնարկատիրության տարբերությունը։ Մեր խոցելի խավը դա հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերն են։ Մենք իրենց համար ստեղծում ենք աշխատանք, որպեսզի իրենք առանց տանից դուրս գալու, առանց երեխաներին լքելու, լինելով տանը կարողանան ունենալ կայուն եկամուտ։ Սա այն է ինչի կարիքը իրենք շատ ունենք, քանի որ լինելով հաշմանդամ երեխայի մայրիկ, տրադիցիոն աշխատանք ունենալու հնարավորությունները քիչ են, այսինքն այդ 9-ից 6 գրաֆիկով աշխատելու, եւ մենք տրամադրում ենք իրենց հնարավորություն, որպեսզի տանը աշխատեն։ Ինչպես իրականացնում են լվացքի ու արտուկման աշխատանքներ, այսինքն մենք հաճախորդից վերցնում ենք իրերը, որը ենթակա է լվացման կամ արտուկման, բերում ենք մայրիկի տուն, մեր առաքիչը գնում է հաճախորդի մոտ, բերում է մայրիկի տուն, մայրիկը իրականացնում է աշխատանքը, մենք տրամադրում ենք իրենց ողջ տեխնիկան, մենք իրենց տրեյնինգներ ենք անում, որպեսզի իրենք տնային պայմաններում կարողանան պրոֆեսիոնալ սերվիս մատուցեն։ Ու դրանից հետո արդեն ուղարկվում է հետ հաճախորդին։ Իրականացնում ենք 24 ժամվա ընթացքում, դա մեր համար մեկ առավելություններից մեկն ենք համարում, քանի որ շուկայում շատ ավելի երկար ժամանակով են աշխատում մնացած մեր մրցակիցները։ Եվ 24 ժամվա ընթացքում արդեն հաճախորդը ստանում է իր գեղեցիկ, թարմ, մաքուր ու արտուկված իրերը։ Ունենք ինչպես միայն արտուկման ծառայություն, այսինքն կարող են մեզ մոտ մաքուր իրեր ուղարկել, վերնաշապիկներ կամ այլ իրեր, որը որ չեն ցանկանում այս ամառվա տապին կամ առհասարակ տարին 12 ամիս, ով է ցանկանում արտուկ անել, այդքան ժամանակատար աշխատանք է։ Կամ միայն արտուկման ծառայություն ենք անում, կամ միայն լվացքի։ Հետաքրքիր է, ինչպես է միտքը ձեզ մոտ առաջացել։ Ես մինչև Արթուկը ստեղծելը տարբեր սոցիալական ծրագրերի մասնակցում, հիմնականում որպես կամավոր, տարբեր ՀԿ-ների անդամներ էի, ու մի անգամ գնացինք մանկատուն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ մանկատուներ, ու այնտեղ երբ որ հարցրեցի պատճառներից մեկը որն է, որ երեխաները այստեղ են հայտնվում, ինձ ասացին, որ շատերը ունեն մայրեր, ու շատերը միայնակ մայրեր են, որը որ ցավոք կա նման տենդենց, երբ որ երեխան ծնվում է հաշմանդամ, ու դա միայն Հայաստանում չէ, ողջ աշխարհում կա տենդենց, որ հայրը լքում է։ Ու մայրերը լինում են միայնակ։ Ու շատ միայնակ մայրեր չեն կարողանում ապահովել իրենց երեխայի տարրական կարիքները։ Ու այդտեղ դա ինձ վրա շատ ազդեց, որովհետև ես այդ ժամանակ նոր էի մայրացել, ու ես ուղղակի հասկացա այն ցավը, որ մայրը կարող է ապրել, որ իր երեխային չի կարողանում ապահովել սնունդով եւ ստիպված է լինում մանկատուն տալ, ու հասկացա, որ մայրերի համար պետք է աշխատանք ստեղծել։ Ու այդպես միտքը եկավ ստեղծել աշխատանք, որ առանց տանից դուրս գալու իրենք ունենան կայուն եկամուտ, ու շատ եմ ուզում շեշտել այստեղ կայուն եկամուտ արտահայտությունը, որովհետև մեր համար կարևոր է, որպեսզի սա լինի երկարատև, որ ցանկացած մայր, ով դառնում է Արթուկի աշխատակից, իմանա, որ ինքը կայուն ամեն ամիս այդ եկամուտը ունի։ Սա ծրագիր չի կարճաժամկետ, որ գան ինչ-որ մի բան սովորեն կամ ինչ-որ մի բան ստանան, 3 ամիս հետո ավարտվի, չէ։ Արթուկի ամենամեծ նպատակը ստեղծել կայուն ու արժանապատիվ աշխատանք կանանց համար, ովքեր ցանկություն ունեն, մոտիվացիա ունեն աշխատելու, սակայն չունեին հնարավորությունը դա անելու։ Այ դուք ասացիք կայուն եկամուտ, որ ունեք աշխատակիցներ, ճիշտ եմ հասկանում, որ Արթուկի մեխանիզմը դա սովորական, ձեռներեցության մեխանիզմն է, երբ դուք գտնում եք աշխատակիցներ, իրենց հետ ունենում եք պայմանավորվածություններ եւ ձեր հստակ աշխատակիցներին ապահովում եք իրենց գործով, պատվերներով, գործով։ Միանշանակ, եթե սոցիալական ֆակտորը փաստը դնենք մի կողմ, Արթուկը
ընկերություն է, աշխատում է ձեռնարկատիրության բոլոր օրենքներին համապատասխան, իրականացնում է աշխատանք, որը որ անկախ նրանց լիներ սոցիալական թե չէ, նույն ձևի աշխատելու էր։ Ուղղակի միակ ֆակտորը այն է, որ մեր աշխատակիցները չեն կարող լինել ցանկացած ոք, պետք է լինի կոնկրետ խոցելի խավի անդամ։ Իսկ այն մայրերը, ովքեր միայնակ մայրեր են, բայց օրինակ իրենց երեխաները չունեն հաշմանդամության խնդիրներ, արդյոք իրենք էլ կարող են դառնալ ձեր աշխատակիցը։ Շատ լավ հարց եք տալիս։ Մենք դեռ Հայաստանում աշխատում ենք միմիայն իմ նշված խոցելի խմբի խավի հետ, սակայն քանի որ մենք ընդլայնվում ենք, այլ երկրներում շատ հնարավոր է, որպեսզի կոնցեպտը փոխենք եւ լինեն խնամակալներ։ Խնամակալ տերմինի տակ կարող են լինել եւ բազմազավակ մայրերը, ովքեր որ ունեն փոքր երեխաներ ու չեն կարող այդ ժամանակ աշխատել, բայց դրա կարիքը մոտիվացիան ունեն։ Նույն ձև ձեր ասած միայնակ մայրերը կամ ովքեր խնամում են իրենց հիվանդ ծնողներին կամ հաշմանդամ ամուսնուն, այսինքն խնամակալ, եթե հանդիսանում են ու ունեն աշխատանքի կարիք, դեռ Հայաստանում չենք անում, բայց քանի որ արդեն ընդլայնվում ենք ու այլ երկրներ այս պայծրությամբ Վրաստանում ենք արդեն սկսել գործել, դեռ Վրաստանում նույն կոնցեպտով ենք անում, բայց հնարավորությունը տեսնում ենք, որ միգուցե ավելի մեծացնենք ու մնացած երկրներում էլ, որպեսզի շատ ավելի մեծ կանանց կարողանանք աշխատանք ապահովել։ Իսկ ինչպես եք տեսնում հայկական ընկերությունների կամ անհատների հետաքրքրվածությունը արդյունքի նկատմամբ, ինչպես դուք գնահատեք ձեր ճանաչելիությունը որպես սոցիալական ընկերություն, հետաքրքիր է, պարզապես ես լսել եմ արդյունքի մասին, բայց երբևէ խորը ինֆորմացիա չեմ ունեցել, թե ինչով է զբաղվում արդյունքը, հետաքրքիր է ինչպես եք գտնում ձեր այն հաճախորդներին, ովքեր կարողանում են ձեր ֆինանսական, այսպես ասած, ցիրկուլյացիան ապահովել։ Շատ լավ հարց է։ Ամենասկզբում մենք կանգնած էինք խնդրի առաջ, ինչպես որ բոլոր նորաբաց ընկերությունները անկախ նրանց սոցիալական է թե չէ, որպեսզի քո մասին մարդիկ իմանան, այն մարդիկ կոնկրետ, ովքեր որ քո ծառայության կարիք ունեն։ Դրա համար մենք սոցիալական մեդիայով փորձեցինք անել արշավներ, որպեսզի հնարավորինս այն մարդկանց, ովքեր որ մեր հենց target-ն են հանդիսանում, իրենց որպեսզի մեր մասին տեղյակ պահենք։ Ամենասկզբում այդպես բավականին մեծ sense արշավ արեցինք ու դրանից հետո առաջին մեր հաճախորդները այդպես մեր մասին իմացան։ Դրանից հետո լինում էին տարբեր հարցազրույցներ, որ ինձ հրավիրում էին, ես խոսում էի արդյունքի մասին, դա էլ ուղիներից մեկն էր, որ մեր մասին իմանում էին։ Նաև անում ենք բացի անհատներից համագործակցություններ ենք անում բիզնեսների հետ, այդ դեպքում արդեն ոնց որ B2B-ին ոչ միայն գովազդի, այլ մենք ինքներս վաճառքի մասնագետների միջոցով գտնում ենք իրենց ու ինֆորմացիա տալիս ենք մեր մասին, բայց B2C-ի պարագայում, երբ որ արդեն պետք է անհատներին մեր մասին ասենք, հիմնականում դա է կամ սոցիալական ցանցն է կամ էքսպոներն են, որին որ շատ ենք մասնակցում, մեր մասին ինֆորմացնում կամ վերելակներում գովազդներ անել, այսինքն բոլոր հնարավոր տարբերակները, որը որ այն բիզնեսի համար, որը արդյունքն է իրականացնում, հագուստի խնամք ու հասկանում ենք ումա դա պետք, գտնում ենք այն մարդկանց, թե ինչի միջոցով իրանք մեր մասին կարող են իմանալ։ Իսկ քանի աշխատակից ունեք Հայաստանից, եթե գաղտնիք չէ։ Հա, իհարկե, Հայաստանում կանայք 25 մայր ունենք նաև առաքիչներ ունենք, մարքեթինգի աշխատակից, հաշվապահ, այն ինչ որ սովորական բիզնեսը պետք է ունենա։ Շատ հետաքրքիր կոնցեպտ է, կարծում եմ 25 մայրիկների աշխատանքով ապահովելը, դա ինչքան էլ հա, այսպես մեկ-մեկ թվում է, որ թիվը փոքրիկ է, բայց չի ասի, որ փոքրիկ է, հատկապես ձեր թիրախի պարագայում։ Եթե խոսում ենք կայուն եկամուտ ապահովելու մասին, հավատացեք թիվը մեծ է, որովհետև դու 25 ընտանիքի կյանքում փոփոխություն ես անում։ Ու ես գտնում եմ Հայաստանում արդյունքի պոտենցիալը էլ ավելի մեծ է, ու մենք գնալու մենք ամեն տարի աճում ենք։ Ու բայց ինձ չի կանգնած, ես ամենասկզբից երբ ստեղծեցի արդյունքը, ես հասկացա, որ ես չեմ ուզում ունենալ, ենթադրենք, այս պայծրությամբ արդյունքը կարող ունենար 100 աշխատակից, բայց ամեն մեկի կյանքի ազդեցությունը լիներ ավելի փոքր։ Ես դա չէի ուզում։ Ես ուզում էի լիներ 25 աշխատակից, բայց ամեն մեկի կյանքի փոփոխությունը լիներ զգալի։ Դրա համար ինձ համար ավելի լավ է թիվը լինի փոքր, բայց ամեն մեկի կյանքում էական փոփոխություն լինի, այլ ոչ թե լինի 100, 150, 200 ու այդ մարդկանց կյանքում էական չլինի փոփոխությունը։ Իսկ հետաքրքիր է ձեր աշխատակիցները միայն Երևանի բնակիչներ են, թե մարզային բնակչություն էլ ունեք, ուղղակի պատկերացնում եմ, որ լոգիստիկ առումով ձեզ համար մարզային բնակիչների հետ համագործակցելը գուցե նաև լինի փոքրինչ անհարմար,
հետաքրքիր է այդ հարցը ոնց է կազմակերպում։ Այս պահիդրությամբ Երևանում է, բայց հենց մի շաբաթ հետո, երբ որ Sevan Startup Summit-ը սկսվի, մենք համագործակցելու ենք այնտեղ իրենց հետ եւ իրականացնելու ենք լվացքի ու արտուկման աշխատանքները այնտեղ summit-ի ընթացքում մինչև 15000 մարդ լինելու ու իրականացնելու ենք այնտեղի լվացքի աշխատանքները եւ այնտեղի համար իրականացնելու են մարզերում բնակվող կանայք։ Հենց, այո, մեր համար կարեւոր է, որպեսզի մարզերում էլ զարգացնենք արտուկը ու դրանից բացի մեր պլանները Գյումրիի, Դիլիջանի ունենք նման պլաններ այնտեղ էլ առաջ խաղացում անելու։ Հիմա Սևանը ուղղակի sense լավ առաջ եկավ Startup Summit-ի միջոցով ու այնտեղ ենթադրում ենք, որ համել մայրերից հետո կշարունակենք համագործակցություններ այնտեղ կգտնենք ու այն կանայք ովքեր որտեվ Summit-ը 7 օր է տևելու, բայց դրանից հետո այն աշխատակիցները ովքեր որ մնալու են մեր հետ ու աշխատելու ենք, դրանից հետո արդեն կմնան մշտական այլ հաճախորդների սպասարկելու համար։ Դե կարծում եմ Դիլիջանի կամ Գյումրու նման քաղաքներում բավականին հետաքրքիր ու ավելի հեշտ կարող է ձեր համագործակցությունը լինել, քանի որ նույն Դիլիջանում այնտեղ ռեստորանային եւ հյուրընկալության ոլորտը շատ զարգացած է եւ կարող եք B2B գործընկերներ գտնել իրենց մարզերում։ Մարզերում հենց B2B-ն ենք զարգացնում, ցավոք Երևանում է B2C-ն ավելի ակտիվ, բայց մարզերում տեսնում ենք հնարավորությունը B2B բավական մեծ պոտենցիալ տեսնում ենք։ Շողեր, ուզում եմ մի քիչ խոսենք, գիտեք ինչի մասին, դուք շփվում եք խոցելի խմբի կանանց հետ։ Դուք տեսնում եք կանանց կյանքի շատ տարբեր պատմություններ, որոնք մարդկանց ճակատագիրների եւ դաժան ճակատագրերի մասին են։ Վստահ եմ շատ այդպիսի պատմություններ տեսած կլինեք։ Քանի որ մենք առաջնորդության մասին ենք խոսում, ես անդադար նշում եմ, որ մեկ է հայ կինը ըստ իս ինքը ի սկզբանե առաջնորդ է, անգամ եթե մենք նայում ենք մեր տատիկներին, մեր պատմությանը, միշտ տան մեծերը, տան մայրիկները իրենք ունենում են իրենց դերը, իրենց խոսքի հնարավորությունը, իրենց Եվ ես չեմ կարող ասել, որ հայ կինը խեղճացած կարգավիճակում է եւ նա առաջնորդի դիրք չի զբաղեցնում։ Բնականաբար բացառությունների մասին չենք խոսում, հատուկ դեպքերի մասին չենք խոսում, բայց ուզում եմ մի քիչ դուք պատմեք այդ կանանց եւ այդ ճակատագրերի մասին, որտեղ դուք տեսել եք այն ձգտումը որևէ նոր բան անելու, հա, ճահճացած վիճակից դուրս գալու, ինչ իրադարձությունների է ականատես եղել։ Շատ լավ հարց եք տալիս։ Համաձայն եմ ձեր հետ լիովին։ Եթե կնոջը տրվում է հնարավորությունը ինքը ուղղակի հնարավոր չի իրան կանգնեցնել։ Այսինքն ճակատագրի արդյունքում կարող է կինը խեղճացած լինի, բայց եթե հայտնվում են մարդիկ, ովքեր հավատում են իրանց, ովքեր տալիս են իրանց հնարավորություն, առավել եւս կանայք, ովքեր որ նման դաժան ճակատագրի առաջ են կանգնել, իրենց կանգնեցնել հնարավոր չի, որտեվ իրենք արդեն առերեսվել են կյանքում ամենամեծ դժբախտության հետ, իրենց երեխայի հետ կապված։ Իրենց մոտիվացիան, իրենց աշխատելու ունակությունը, ես շատ մարդկանց հետ եմ աշխատել մինչև արդուկը։ Բավականին մեծ ընկերություններում, բավականին մարդիկ եմ ունեցել, ում ղեկավարել եմ։ Մեր արդուկի մայրիկների նման ոգևորված ու մոտիվացված մայրիկներ ու դժվարությունները հաղթահարող ես երբևէ չեմ ունեցել։ Ես աշխատել եմ 5 տարբեր երկրներում եմ աշխատել, ունեցել եմ աշխատողներ։ Մեր մայրիկների նման ուժեղ ու դժվարություններից չվախեցող ես չեմ տեսել մարդիկ, որովհետև իրենք կյանքում արդեն հաղթարել են ամենամեծ դժվարություններից մեկը։ Ու եթե իրանց տրվում է հնարավորությունը, հիմա կարող եմ հենց կոնկրետ օրինակով խոսել, մեր Հայաստանի մենեջերի մասին, մեր Քրիստինեի մասին։ Երբ որ Քրիստինեն մեզ միացավ, մեր առաջին մայրիկները, որ միացավ արդուկին, միացել է որպես մայրիկ արդուկում իրականացնող։ Այդ ժամանակ արդուկը ուներ մենեջեր, ում որ ես մենեջերի փորձ ունեցող մասնագետի բերել էի, որպեսզի արդուկում մենեջեր աշխատեր։ Սակայն չկարողացան իրականացնել այն ինչին, որ ես պահանջում էի ու պետք էր արվել։ Հետո երկրորդ մենեջերը եկավ ու էլի չստացվեց իր մոտ աշխատել։ Այդ ընթացքում ես տեսնում էի Քրիստինեի մեջ պոտենցիալ։ Ինքը դեռ այդ ժամանակ արդուկ էր իրականացնում, մենակ արդուկում էր անում, բայց ես մարդու մեջ տեսա պոտենցիալ ու այսօրվա դրությամբ Քրիստինեն այնպիսի մակարդակի մենեջեր է դարձել, որ ես ինչպես նշեցի աշխարհի 5 երկրներում աշխատել եմ, տարբեր մենեջերներ եմ ունեցել,
ոչ մեկ չի հավասարվել Քրիստինեին։ Քրիստինեին տրվեց հնարավորություն իր պոտենցիալը բացելու ու նա այնպիսի ունակություններ ցույց տվեց։ Հիմա ինքը այնպիսի բարձր որակի մենեջեր է, որ ես ուղղակի հիանում եմ իրանով։ Ցանկացած որոշում Հայաստանի հետ կապված, ես ուղղակի կարող եմ մի կողմ անցնել ու ամբողջովին տալ Քրիստինեին վստահ լնելով, որ ցանկացած իր որոշում ճիշտ կլինի։ Առավել եւս, երբ որ մենք Վրաստանում ենք բացվում, մեր նոր մենեջերին, ով է աշխատանքի մեջ մտցնում, բնականաբար Քրիստինեն, արդեն ինքն է կերտում, train անում հաջորդ մենեջերներին, ովքեր որ գալիս են։ Ու սա իմ համար շատ մեծ ուրախություն է ու հպարտություն է, որովհետև ես կարծում եմ ճիշտ առաջնորդի նպատակը ոչ թե իր հետևից մարդկանց տանելն է, որ իրեն հավատան ու իր հետևից գնան։ Իմ համար առաջնորդի համար կարևոր առաջնորդ ստեղծելն է, որպիսի եւ որ ինքը գնա մի կողմ, մյուսը գա ու անգամ իրանից լավ շարունակի այն ինչ որ ինքը անում էր։ Իմ համար դա է հաջողակ առաջնորդի բանացևը։ Ու ես հիմա հիանում եմ թե Քրիստինեով, թե մեր Անուշով, մեր մարքեթինգի մասնագետի Անուշով, որ եկել էր մեր մոտ, ինքը հաշմանդամություն ունեցող աղջիկ է, բայց իր պոտենցիալը դա ուղղակի ես ամեն անգամ հիանում էի Անուշի մտքերի թռիչքով, որովհետև մենք ենթադրում ենք, որ մարդիկ հաշմանդամ են լինում սայլակի վրա, ինչ որ հասարակության մեջ կա այդ կարծրացած մտածելակերպը, որ ինչ որ բանով թերի ենք։ Բայց եթե ինչ որ մեկը մեր Անուշի հետ խոսի ցանկացած թեմայով, իրենից տեղեկացված, իրենից գիտակ ցանկացած թեմայից ինքան տեղեկացված է, ու ինքան հետաքրքիր զրուցակից է։ Ու մեր մարքեթինգի գիծը Անուշը այնպեսի ձևի առաջ տարավ կրեատիվ հետաքրքիր ձևերը, որ շատերը անգամ մեր էջը երբ որ նայում են, ասում են Is ձեր հետաքրքիր sense մտքերը ոնց է գալի։ Անուշի միջոցով է գալի։ Ու ես հիմա ուրախ եմ, որ Անուշը Արթուկում աշխատելու ընթացքում այնքան ինքնավստահություն ձեռք բերեց, որ հիմա բացել է ՀԿ իր հիվանդությունը ունեցող մարդկանց Հայաստանում իր կողքը բևեռելով ու առողջապահության նախարարությունում փոփոխություններ իրականացնելով, որ այն դեղը, որը որ հազարավոր դոլարներ է արժենում ու որը որ չէր տրամադրում նախարարությունը, գալիք տարի տրամադրվելու այդ բոլոր հիվանդներին։ Ես հիանում եմ ուղղակի այն տրանսֆորմացիայով, որը որ Արթուկը կարողանում անել այն մարդկանց կյանքում, ովքեր որ շուրջը հավաքվում են։ Մի քանի էպիզոդ առաջ հարցազրույց ունեի մի շատ հետաքրքիր հոգեբան կնոջ հետ, Լիլիթ Խաչատրյան, ում հետ խոսում ենք, թե ինչեր կարող է կնոջ կյանքում փոխել եւ իրականացնել ցավը ու ցավի նկատմամբ մարդու բնական արձագանքը։ Սովորաբար երբ մարդու կյանքում ցավոտ իրադարձություններ են տեղի ունենում, դա կլինի բաժանություն, կյանքի որևէ բեկումնային իրադարձություն, հա, կամ օրինակ առավել եւս, հա, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնունդ, դա իսկապես ցավ է մարդու կյանքում, որի հետ մարդը ինչ որ մի կերպ պիտի առերեսվի, անցնի այդ ամեն ինչի միջով, փորձի պնդանալ, ամրանալ եւ լուծում տալով առաջ շարժվել։ Շատ դժվար է, որովհետեւ մարդիկ գիտակցման փուլում շատ երկար են մնում։ Շատ տարբեր թեմաներով ենք զրուցել ու ես ինքս էլ իմ փորձի ընթացքում համոզվել եմ, որ մարդու համար ցավը ընդունելը երևի ամենաբարդ փուլն է։ Երբ կարողանում է ընդունել, դրանից հետո գիտակցումը, փոփոխությունները, նոր բաներ ստեղծելը, հա, առաջ գնալը ավելի հեշտ է տրվում։ Շատ հետաքրքիր է, որովհետև այն կանայք, ովքեր դաժան ցավի միջով են անցնում, իրենք անպարտելի են, իրենց մեջ կա այսպես գերբնական մի ուժ է արտանում, ես չգիտեմ դա ինչպես է, գուցե բնությունն է այդ ուժը տալիս մարդուն, որ մարդը հատկապես կինը կարողանում է անել աներևակայելին, անել անհնարինը, եւ դա ստացվում է շատ մարդկանց մոտ։ Ես իհարկե չեմ ուզում այսպես, հա, բոլորի վրա այդ միտքը տարածել, բայց ինձ թվում է հաջողության հասած կանանց մեջքի ետևում միշտ կա մի ցավ, որի մասին կամ իրենք լռում են, կամ իրենք ինչ որ կերպ այդ ցավի հետ համերաշխ փորձում են ապրել, որովհետեւ առանց այդ շարժիչ ուժը դառնում է այդ ցավը, եւ ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր ծրագրով կարողանում եք կանանց կյանքում այսպիսի փոփոխություններ անել։ Ուզում եմ նախ շնորհակալություն ձեզ հայտնել ձեր ճգնաղ պրոյեկտի համար, որովհետեւ գիտեք, այդ մարդիկ իրոք պիտի լինեն լսելի։ Ինձ թվում է մարդկանց
Շատ ժամանակ լինում է, որ մարդիկ ունեն մեծ պոտենցիալ, բայց իրենք չեն լինում լսելի, չեն լինում տեսանելի։ Իրենք ինչ-որ միտեղ ամաչելու կոմպլեքսավորվելու փոխարեն ամաչելու կոմպլեքսավորվելու պատճառով իրենք չեն երևում ու դա իրոք շատ ցավալի է, որ դու տեսնում ես մարդ իր պոտենցիալով ուղղակի ոչինչ չի անում, չի ռեալիզացվում ու դա շատ ցավոտ է։ Հետաքրքիր է Արթուկը ինչ նոր պրոյեկտներ ունի, ինչ նոր իդեաներ կամ նորություններ ունեք, գիտեմ, որ նորություններով եք եկել, մի քիչ պատմեք։ Հա, անդրադառնալով ձեր նշած հատկանիշներին ու թե ինչ կարող է կյանքում տեղի ունենալ կանանց հետ, ովքեր որ ինչ-որ ցավ միջոցով են ապրել, միանշանակ համաձայն եմ ձեր հետ։ Ինձ թվում է դա եթե մի կողմ անգամ դնենք, կինը իրենով, երբ որ արդեն առաջնորդ է դառնում, էլի այդ կարծրացած մտածելակերպին դեմ պիտի գնա կին առաջնորդի։ Փառք Աստծո, մենք 21-րդ դարում ենք արդեն ունենք այս շատ ավելի մեծ հնարավորություններ, որ կարող ենք մեզ դրսևորել, բայց կարծես գենով եկած է մեր մեջ, որ մենք մի հատ էլ պիտի ապացուցենք, որ մենք լավն ենք, որ մենք կարող ենք, մենք հաջողակ ենք, մենք հավասար ենք, ու երևի դա այն ներսի ուժն է, որ այն ինչ որ դուք նշեցիք, դրան զուգահեռ դա էլ է միանում, ու մենք փորձում ենք ապացուցել, որ մենք իրոք արժանի ենք, կարող ենք ու պիտի անենք։ Ինչ վերաբերում է Արթուկի նորություններին, ամենամեծ նորությունը ու ինձ համար երևի ոգևորիչն էր, որ մենք կարողացանք Վրաստանում բացել Արթուկի առաջին մեր միջազգային ընդլայնումը իրականացրեցինք Հայաստանից դուրս։ Դա շատ մեծ ձեռքբերում է իմ համար, որովհետև ես իրոք ունեմ այն տեսլականը, որ Արթուկը ունի պոտենցիալը ամբողջ աշխարհում սփռվելու, իրականացնելու այն առաքելությունը, որ անում ենք։ Ու ինձ համար Վրաստանը շատ հետաքրքիր մուտք էր, քանի որ ես ինքս աշխատել եմ Վրաստանում 5 տարի ու գիտեմ շուկան, ինձ համար կարելի ասել մի փոքր հեշտ էր այս շուկայի մուտքը, բայց եւ ինչպես ցանկացած նոր բիզնես, որը որ սկսում ես նոր շուկայում, նոր բիզնես, բնականաբար շատ դժվար ու շատ հետաքրքիր է։ Հիմա փորձում ենք այն սխալները չանել, ինչը որ արել ենք Արթուկը սկսելուց, բայց բնականաբար էլի ինքը իր հունով, իր սխալներով ու հաջողություններով գնում է առաջ։ Արթուկի մյուս հաջողությունները կարող եմ ասել, որ մենք ընտրվել էինք Սիլիկոնյան հովտում գործող Miller սոցիալ ձեռնարկությունների accelerator-ը, որ ամբողջ աշխարհում միջազգայինորեն ամենաճանաչված accelerator-ներից է, ու դա շատ մեծ հպարտություն է ինձ համար, որ Արթուկը արդեն նման բարձր մակարդակի նշաձողեր է հաղթարում ու այն փորձը, որ ես ձեռք բերեցի այդ accelerator-ի ընթացքում ու այն փորձը Սիլիկոնյան հովտի մասնագետների, մենթորների հետ աշխատանքի շատ բեկումնալից էր ու ես ամենը փորձում եմ հիմա Արթուկում կիրառել, որպեսզի էլ ավելի մեծ նոր հաջողություններ գրանցենք։ Իսկ ինչ դժվարություններ ունի Արթուկը կամ ինչ դժվարությունների է հանդիպում։ Դժվարությունները որպես այդպիսին երևի ինչպես ցանկացած բիզնեսի հնարավորինս քչացնել ծախսերը, մեծացնել եկամուտները։ Ամենամեծը դա է, բայց մի կողմից, քանի որ մենք ոչ ստանդարտ ձեռնարկության օրենքներով ենք առաջ գնում, մեզ մոտ ծախսերը ավելի մեծ են, քանի որ մեզ մոտ աշխատավարձի տոկոսն է էլ ավելի մեծ, քանի որ սոցիալական ձեռնարկություն ենք ու մեր համար կարևորը ոչ թե շահույթն է, այլ կարևորը մեր ազդեցությունն է։ Ու այս պահի մենք աշխատում ենք շահույթով, բայց այդ շահույթը ինքը էլի հետագնում ընկերություն։ Այսինքն մենք իրեն աշխատացնում ենք հնարավորինս մեծ ազդեցություն ստեղծելու համար ու իմ համար ամենամեծ ցանկությունը նա է, որպեսզի հնարավորինս շատ կանանց կարողանանք ներգրավել կայուն եկամուտ ապահովելով ու իրական փոփոխություններ իրենց կյանքում անելով, իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար։ Դա իմ ամենամեծ ցանկությունն է։ Ինձ թվում է բիզնես սկսելիս մարդիկ պիտի պատրաստ լինեն, որ իրենց առաջին մի քանի տարիների աշխատածը եկամուտները պիտի հետ վերադարձվեն բիզնես։ Ես այդպիսի մի սխալ արել եմ իմ կյանքում, անկեղծ կլինեմ, եւ հիմա փորձում եմ իմ այս երկրորդ պրոյեկտում այդ սխալը չանել։ Շատ ժամանակ երբ դու արդեն ունենում ես գործող բիզնես, աշխատում ես, ունենում ես շահույթ, եկամուտներ, մտածում ես, որ դե երևի լավ է,
կարող եմ արդեն հանգիստ ապրել իմ բիզնեսով զբաղվել եւ հանգիստ ծախսել իմ աշխատած գումարները, դա էլ է նորմալ, դա էլ է շատ մարդկային, բայց եթե կան հեռանկարային պլաններ, կա երկարաժամկետ պլան լավ պրոյեկտ անելու եւ մեծ ազդեցություն ունենալու, ուզես թե ոչ պիտի նախ առաջնորդվես ստրատեգիայով եւ պիտի ապահովես այն եկամուտներն ու ֆինանսները, որը կբերի այն ամուր հիմք ընկերության համար, որ ընկերությունը կկարողանա ավելի երկար ճանապարհ գնալ։ Սա նաև այսպես ուզում եմ խոսենք, որովհետև շատ ժամանակ մարդիկ ամաչում են իրենց բիզնեսի թերացումները մատնանշելուց, բայց ես միշտ խոսում եմ, հիմա ինքս հասկացել եմ, որ այն ինչ աշխատում ես, պիտի գոնե որոշակի ժամանակ պահես, բոլոր ազատ միջոցները պիտի փորձես ներդնել բիզնեսի մեջ, մինչև բիզնեսը չունենա այն ամուր հիմքերը, որից հետո դու կարող ես հանգիստ շունչ քաշել եւ ծախսել քո գումարները կամ չգիտեմ վայելել կամ ունենալ աշխատավարձ։ Բիզնեսը անձնազոհություն է, ես պատկերացնում եմ դա ինչքան մարտահրավերային կարող է լինել։ Համաձայն եմ, լիովին համաձայն եմ։ Ինձ համար Արթուկը երբեք չի եղել շահույթ ակնկալվող բիզնես։ Ես Արթուկը երբ բացել եմ, հասկացել եմ, որ Արթուկը բացում եմ իմ սրտի համար ու այն ազդեցության համար ինքը ինչ անելու է այլ մարդկանց կյանքում։ Ու չեմ պատկերացնում անգամ ապագայի համար էլ, որ Արթուկը իմ համար լինելու է շահույթի աղբյուր, ես ավելի շատ իմ տեսլականը հնարավորինս մեծ, միջազգային, հնարավորինս մեծ ազդեցություններ ամբողջ աշխարհում ազդեցություն ստեղծելու առաքելությունն է, բայց ես չեմ դրանով ասում, որ շահույթ հետապնդելը, գումար հետապնդելը դա վատ է։ Իհարկե մարդ ապրում է գումար, մարդկանց պետք ապրելու համար։ Ես ինքս այն ինչ որ Արթուկն է անում, ուզում եմ իրան թողեմ հենց ազդեցության համար, իմ այլ պլանները, ֆինանսներ գեներացնելու այլն, բայց Արթուկը իմ համար, իմ հոգու, իմ սրտի առաքելությունն է, որ ես ուզում եմ իրականացնել։ Այ դա է ուզում հարցնել։ Իհարկե չեմ ուզում ձեր փողերը հաշվել, չստացվի որ ձեր փողերն եմ հաշվում, բայց ցանկացած սոցիալական ձեռնարկության յետևում մեկ է կանգնած է այն, որ շատ երկար չի կարող պրոյեկտը տվել, եթե պրոյեկտի ղեկավարը չունի իր շահույթը կամ իր շահը տվել պրոյեկտից։ Ես անկեղծ ասած այդ կոնցեպտներին չեմ հավատում, ինչքան էլ որ մարդը իր սրտի համար, իր հաճույքի համար որևէ պրոյեկտ է անում, ինչ որ մի պահի այդ պրոյեկտը գոնե մի բան պիտի իրեն տա, եթե չի տալիս ֆինանսներ, գոնե պիտի տա այնպիսի ազդեցություն, որը կբերի ֆինանսներ ուրիշ պրոյեկտների միջոցով։ Որովհետև կարծում եմ, որ մարդու էներգիան անսպառ չէ, եւ մարդը չի կարող հանուն բարեգործական բարին միտումների շատ երկար տարիներ ջանք ու եռաններ դնել եւ փոխարենը ոչինչ չստանալ։ Դա ըստիս անիմաստ ինչ որ մի բան է ստացվում։ Հիմա այսպես ստացվում է, որ ես մի փոքր պրովոկացիա եմ անում, բայց հետաքրքիր է դուք ինչպես եք մտածում, հա, ինչ կոնցեպտ եք մտածել կամ ինչ ռազմավարություն եք մտածել այդ հարցը կազմակերպելու համար։ Համաձայն եմ, շատ հետաքրքիր դիրքորոշում է, ես ինքս հակված եմ նրան, նույն Իկիգայի մեթոդը կա, որը որ ասում է, որպեսզի լիարժեք երջանիկ ես գաս, հա, պիտի անես մի բան, որը որ աշխարհին պետք է, որը քո մոտ ստացվում է, որը քեզ գումար կբերի, ու այս ամեն ինչի շրջանակում դու կկարողանաս քեզ լիարժեք բավարարված գալ ու գումարը այդտեղ կա, դու էլ այդտեղից պետք է ստանաս։ Իմ համար Արթուկը արդեն գործում է 5 տարի։ 5 տարվա ընթացքում Արթուկը իմ համար սնուցումը, էներգիայի աղբյուրը եղել է ազդեցությունը, որ Արթուկը կանի ու պոտենցիալը, որ ես տեսնում եմ Արթուկի մեջ։ Միգուցե երբ որ ես կարողանամ բացել իր ամբողջ պոտենցիալը, դա արդեն կբերի այն գումարային հոսքը, որ ես կարող եմ ընդունել, որ ես վերցնում եմ, սա իմ աշխատանքի, իմ ներդրած ջանքերի պատասխանն է։ Բայց այս պահի դրությամբ ես տեսնում եմ Արթուկին որպես մի փոքր երեխայի, որին որ դեռ պետք է մեծացնես, սնուցես, դարձնես ոնց որ մեծ մարդ, ու միգուցե հետո դրանից հետո ինչպես ծնողը չի ակնկալում, որ իր երեխան կոպիտ ասած հետո իրեն պահելու է, միգուցե սա ստանդարտ ձեռնարկության մոդելով չի, բայց իմ համար սոցիալ ձեռնարկության մոդելը, որ ես եմ տեսնում, բայց չեմ պարտադրում ոչ մեկի, որտեվ շատերի համար այն ինչ որ ասում եմ շատ անհասկանալի կարող է թվալ ու ես շատ նորմալ եմ դա համարում,
Բայց ես Արթուկը այդպեսին եմ տեսնում, որ ես իրան հիմա տեսնելով պոտենցիալը սնուցում եմ, տալիս եմ մաքսիմումը իր հնարավորինս մեծ ազդեցությանը հասնելու համար։ Բայց հետաքրքիր է, ես համակարծիք չեմ, որ ծնողները միշտ հետակնկալիք չեն ունենում իրեն զավակներից, հատկապես հայ ծնողները։ Շատ ժամանակ ես մտածում եմ այսպես. մենք ինչքան էլ լինենք լավ զավակներ, երբեք չենք կարող հետ վերադարձնել մեր ծնողների արածը ոչ մի ձևով, ինչ ուզում ենք անել, մեկը չենք կարողանա համարժեքությամբ հետ վերադարձնել։ Միակ լուծումը կլինի այն, որ մենք ունենանք մեր երեխաներին եւ փորձենք մեր երեխաների միջոցով շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, լավ երեխա դաստիարակելու, արդյունքում լավ բալիկներ մեծացնելու արդյունքում։ Ինչքան էլ ուզում ես ծնողիդ շնորհակալություն հայտնիր, մեկը փոխարժեքը, համարժեքը չես կարող գտնել։ Բայց մենք ունենք նաև շատ հայ ծնողներ, հայկական միջավայրում ծնողները շատ ժամանակ ունենում են երեխա, որ ապագայում իրենց այդ երեխան ջուր տա կամ իրենց պահի, որ իրենք մենակ չմնան, իրենք մենակ չմեծանան։ Ես չեմ ասում, որ դա առողջ ընկալում է։ Բայց շատ ժամանակ ծնողներն էլ էգոիստությունից դրդված են ունենում երեխաներ։ Ես իհարկե այս մտքի հետ համակարծիք չեմ, բայց դուք ինչպես եք մտածում այս հարցի Շատ հետաքրքիր ուղղվածությամբ ենք գնում։ Ես հակված եմ նրան, որ եթե երեխա ենք ունենում, այդ երեխան մերը չի։ Ուղղակի մենք ունենք այդ հնարավորությունը Աստծոց նվերը այդ երեխային աշխարհ բերելու։ Բայց դրանով ավարտվում է։ Այդ երեխան առանձին անհատականություն է իր կյանքով։ Ու մեր ամենամեծ առաքելությունը նա է, որպեսզի իրենց մեծացնենք ինքնավստահ, այնպիսի առողջ հոգեկան միջավայրում, որ իրենք կարողանան մեծանան ու իրենց դրսևորեն։ Ինքս իմ ցանկությունը այն է, ես ունեմ 2 երեխա ու իմ ցանկությունը այն է, որ ես ոչ մի տարիքում չակնկալեմ իրենցից ոչ մի վերադարձ։ Ես ինքս լինեմ ունակ իմ գումարը վաստակելու, ապրելու, աշխատելու, անգամ իրենց օգնելու ցանկացած պահի, երբ որ դա պետք լինի։ Ես իմ երեխաներին չեմ ունեցել իմ համար, ես ունեցել եմ իմ երեխան, ես ուզել եմ երեխա ունենամ, ես ունեմ, ես հիմա վայելում եմ կյանքի ամենաերջանիկ շրջանը, գիտակցելով, որ սա կարճ է։ Իմ երեխաները փոքր են, 5-8 տարեկան, բայց թվում է կարճ, որովհետև երեխաս 8 է, մի հատ էլ 8 անցնի, վերջ 16 է լինելու, դրանից հետո ինքը պիտի արդեն իր կյանքը գնա, կերտի, միգուցե մենակ ապրի, միգուցե որոշի, որ ինքը այլ երկրում է ապրելու, մեր երեխաները մերը չեն։ Մենք ուղղակի ժամանակավորապես ունենք այդ երջանիկ պատուհանը իրանց վայելելու։ Ու ես ճիշտ չեմ համարում, որ մենք հիմա ունենում ենք իրանց, որ հետո ինչ որ մեկը մեզ պահի։ Ես հասկանում եմ մեր հայկական հասարակության մեջ այլ մտածելակերպ կա ու միգուցե շատերի զայրույթը ես հիմա առաջացնեմ իմ այս մտքով, բայց սա իմ ընկալումն է, թե ոնց եմ տեսնում ու միգուցե Արթուկն էլ այս կոնցեպտով եմ տեսնում։ Արթուկը իմ համար կարծես երրորդ երեխա է, ում ես ուղղակի ստեղծել եմ ու սնուցում եմ ու ուզում եմ հնարավորինս մեծ արդյունքների ինքը հասնի։ Հետաքրքիր միտք ասացիք, ես ձեզ հետ գլոբալ առումով համակարծիք եմ, որ երեխան մերը չէ, բայց ցավոք նաև տեսնում ենք հայկական իրականությունում գերակշռող զանգվածի մոտ այն վերաբերմունքը, որ մենք երեխայից կարճացենք, շատ ժամանակ պորտալարը չի կտրվում ծնողներից, անգամ երբ երեխաները դառնում են 30-40 տարեկան, եւ նաև դա էլ ապագա ընտանիքներ կառուցելու հարցում է շատ խանգարում։ Facebook-յան մի խումբ կա, կոչվում է Women's Corner, չգիտեմ դուք տեսել եք, լսել եք Ես լսել եմ, բայց այդքանով սահմանափակվել է։ Դա շատ էպիկ խումբ է, ես անկեղծ կլինեմ, որտեղ շատ մարդիկ, տարբեր կանայք գրում են այնպիսի պատմություններ, որոնցից կարելի է գիրք գրել եւ սարսափահարի գիրք գրել։ Netflix-ի սերիալ։ Հա, որովհետեւ դու լսում ես այնպիսի ընտանեկան պատմություններ, որոնք քեզ մոտ կարող են ուղղակի այսպես զարմանք չասեմ, հա, այլ չգիտեմ, այսպես անելանելի մի արձագանք առաջացնել, որտեղ դու տեսնում ես, թե ինչպես 40 տարեկան տղամարդուն իր մայրը չի թողնում, որպեսզի նա սեպարացվի, խանգարում է իր սեփական ընտանիքը կառուցելու գործում, անձնական որոշումները կառուցելու գործում, ու մենք ուզում ենք ունենալ առողջ միջավայր այնպիսի մի իրականությունում, որտեղ մայրիկները չեն կարողանում դաստիարակել այնպիսի երեխաների, ովքեր կլինեն անհատներ, առաջնորդներ, ովքեր կլինեն այն առողջ հոգեբանությամբ
էակները, ովքեր այս աշխարհին կփորձեն գոնե որևէ ձևով լավ բան տալ։ Եվ չեմ ուզում, այս իմ կարծիքը բոլորի վրա տարածել։ Բնականաբար բացառություններ միշտ կան, ես նաև ուրախ եմ, որ հիմա դարը փոխվում է, մենք նաև այլ իրավիճակ ենք տեսնում, բայց ցավոք սրտի այս իրականությունն էլ կա։ Ու իմ պայքարը շատ ժամանակ նաև այդ իրականության դեմ է, որ մենք փորձենք մարդկանց ցույց տալ, որ ախր բոլորս ենք անհատականություններ, եւ որpիսի մենք չկարչենք մեր երեխաներից, առաջին հերթին մենք մեզ պիտի սիրենք եւ ճանաչենք, մենք գտնենք մեր ներքին բավարարման են լուծումները, որ վաղը մյուսօր չկարչենք մեր երեխաներից ու մեր երեխաների մեջ դնենք մեր կյանքի իմաստը։ Այ ցիկլը կարծում եմ, որ հենց այստեղ է սխալ պտտվում։ Շատ մամաներ, հայրիկներ եւս, իրենք մտածում են, որ իրենց կյանքը պտտվում է միայն ու միայն երեխաների շուրջ։ Բան չունեմ ասելու, երեխաները շատ հեքիաթային, էակներ են մեր բոլորիս կյանքում, բայց չէ՞ որ մենք էլ ենք մարդ, մենք էլ ունենք մեր պահանջմունքները, հետաքրքրությունները, հոբիները, բայց դրանց հետ ինչ պիտի անենք։ Շատ հետաքրքիր միտք եք ասում, ես գիտեք շատ երկար եմ մտածել այն ամենի շուրջ, ինչ դուք ասեցիք, որովհետև շատ հաճախ մտածում եմ, թե ինչ է պետք մեր հասարակության մտածելակերպը փոխելու համար ու գալիս էին միշտ նրան, որ արմատապես մենք եկել ենք, անցել ենք շատ տարբեր արհավիրքների միջով ու այդ ժամանակ, ամեն ժամանակ խնդիրը եղել է այլ։ Հիմա փառք Աստծու, մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, այնպիսի իրականության մեջ, որ կարող ենք խոսել այսպես, խոսել անձի կարիքների մասին, հոգեկան առողջության մասին, բայց ընդամենը երևի մի, չգիտեմ, 50, 60, 70 տարի առաջ մարդիկ եղել են գոյատևման խնդրի առաջ, այսինքն սովորական տարրական հաց լինի ուտեն, շոր լինի տաք լինեն։ Ու այն ժամանակ ինձ թվում է ծնողավարությունը այլ է եղել, ծնողի վախը երեխայի հանդեպ, երեխային ապահովելու այլ է եղել, հիմա լրիվ այլ է։ Ու այն ժամանակ այդ մարդիկ էլ ոնց որ դաստիարակել են իրենց երեխային, դաստիարակել են այն ճիշտ հոգեբանությամբ, որ այդ պահին ունեցել են, ինչը որ ժառանգել են իրենց նախորդող սերունդներից։ Դրա համար այն ինչ որ հիմա տեղի ունենում, շատ ցավոտ բաներ է տեղի ունենում, այն ինչ որ նշեցիք, ես շատ տարբեր դեպքեր գիտեմ, առավելևս երբ որ շփվում եմ խոցելի խմբի կանանց հետ, ընտանիքների հետ, շատ տարբեր էլ պատմություններ եմ լսում, որ շատ ցավոտ է։ Ու իմ հույսը նա է, որ սա գնալով պիտի մաքրվի, որովհետև ամեն սերունդ որոշակի տոկոսով պոկվում է իր նախորդից ու փորձում է ավելի ճիշտ, ավելի առողջ հոգևոր առողջությանը ավելի ուշադրություն դարձնելով ապրել, հասկանալով, որ մենակ հագուստը չի, ուտելիքը չի, քշած մեքենան չի, դա քո ինքնազգացողությունն է, քո ինքնաբավ լինելն է, ու նույն ձևի երեխա մեծացնելն է։ Երեխային պետք չի հագցնել լյուքս դասի շորեր, որ երեխան իրան լավ զգա։ Երեխային պետք չի կերակրել, չգիտեմ, ինչեր անընդհատ ամեն օր կամ տանել տարբեր տեղեր, որպեսզի ինքը Disneyland, ամեն ինչ էլ կարող ես անել, բայց դա չի երեխայի կարիքը։ Երեխան առավել եւս իմ համար ամենառիսկային երեխայի դաստիարակման այդ ծնված օրվանից մինչև երևի 8 տարեկանի այդ շրջանն է, որովհետև բոլոր մեր խնդիրները, երբ որ արդեն մեծահասակ ենք լինում, այդ ձեր ասած 40 տարեկան տղամարդը, որ չի կարողանում պոկվի, ծնողից, այստեղ ծնողը չի, երկուսն իրանց մեղավորություն ունեն, բայց հիմնականը նա է, որ այդպես այդ տղան մեծացել։ Հիմա եթե նա ինքը չի կարողանում դա անի ու իրեն մեղադրում են, ասում են 40 տարեկան տղամարդ ես, ոնց չես կարող պորտալարդ կտրես, գնաս քո կյանքով ապրես։ Նա դրանից է, որովհետև իրեն ծնված օրվանից իր մեջ ներդրել են, որ դու պարտավոր ես, դու պիտի մեր կողքին լինես, ես քո համար սա եմ զոհաբերել, ես քո համար նա եմ զոհաբերել, դու պարտավոր ես, ու իր հոգեբանության մեջ դա հնաստ է տղայի, որ ինքը պարտավոր է դա անել։ Այսինքն ծնողի պարտականությունները հիմա շատ ավելի շատ են, քան հագցնել, կերակրել, տակ պահել, ու դա շատ լավ է հիմա, միգուցե եթե ես ծնված լինեի 50 տարի առաջ, ես լինեի այդ կանանցից մեկը, որ 40 տարեկան իր տղային իր կողքը կպահի։ Ես չեմ կարող ասել իմ կյանքը ինչ ձևի կլիներ, որովհետև այն շողերը, որ ես եմ հիմա, ու այն հայացքները, որ ես ունեմ ու
իմ համար ինչը ճիշտ եմ համարում, 50 տարի առաջ ուրիշ բան ճիշտ կհամարեի ու հենց այտենց ոնց որ հիմա վստահորեն խոսում եմ, նույն ձևի վստահորեն կխոսեի։ Ինձ թվում է, այս ամեն ինչ որ տեղի է ունենում, ամեն մեկը ուզում է երջանիկ լինի։ Ամեն մեկը ուզում է իր երեխան երջանիկ լինի։ Եթե մարդը որոշակի շեղումներ չունի, վստահ եմ, որ ամեն մեկի ցանկությունը դա է, թե իր երջանկությունը, թե իր երեխայի երջանկությունը։ Ուղղակի շատ հաճախ դա ճիշտ ձևի չի արվում։ Սխալ գիտելիքի, սխալ աշխարհայացքի, նեղ աշխարհայացքի, բայց այդ ամեն մեկը իր արմատական ուրիշ խնդիրները ունի։ Հիմա իմ համար ուրախությունը նա է ու շատ ոգևորիչ է, որ գնալով սերունդները սերունդ մաքրվում է։ Մենք իմանես ջահելություն ունենք, սենց նայում ես, խոսում ես, իրանց մտքերը, պլանները ու ուղղակի հիանում ես։ Ու ես իրոք հավատում եմ, որ մի քանի սերունդ հետո շատ ավելի մաքրվելու ենք, շատ ավելի ուշադրություն ենք դարձնելու այն ամեն ինչին, ինչի իրոք մեզ պետք է։ Հոգևոր մեր առողջությանը, մեր ինքնազգացողությանը, աշխարհին, ինչ ենք թողում աշխարհում, ինչ ենք անում աշխարհի համար, ինչ ենք անում մեր համար, որովհետև եթե մենք մեզ չխնամենք, մեր կարիքները չհոգանք, մենք ոչ մեկի համար պիտանի չենք լինի։ Ու այս ամենի բալանսը ուղղակի պետք է գտնել։ Ինձ թվում է բանալին ադապտիվ լինելու մեջ է։ Ես մի դասախոս ունեմ, արդեն 80 տարեկան, 80-ից մի փոքր ավելի, հա, տարիքի կին է։ Երբ տեսա, թե նա ինչպես է օգտվում արհեստական բանականությունից, անկեղծ ապշեցի, որովհետև շատ լավ կարողանում է հասկանալ տիրապետել, գուցե մի փոքր դանդաղ, բայց շատ լավ կարողանում է գործիքը կիրառել։ Ու երբ խոսեցի հարցի, ասում եմ, բա դες ով է սովորեցրել, ես ոնց եք իմացել, ասում եմ, Անե ջան, իմ միակ մոտիվացիան էս կյանքում նոր բան սովորելն է, աշխատելն է, որովհետև եթե ես չաշխատեի, ես չսովորեի, չադապտացվեի ես իրավիճակին, ես հիմա վաղուց կամ մահացած կլինեի, կամ խորը դեպրեսիայի մեջ կլինեի, կամ չգիտեմ ինչ կարգավիճակում կլինեի։ Ես ձեր կարծիքի հետ եմ համակարծիք, որ միջավայրը, ժամանակաշրջանը, հա, կոնկրետ գլոբալ խնդիրները շատ ուղիղ կերպով են անդրադառնում եւ մեր մարդ տեսակի ձևավորման վրա եւ մեր մտածողության վրա, բայց նաեւ կարծում եմ, որ ցանկացած մարդ իր մեջ պիտի այդ պատասխանատվությունը կարողանա, հա, կայացնի, վերցնի, որոշումը կայացնի, որ պիտի լինեմ ադապտիվ, պիտի լինեմ անընդհատ ուշադիր, որ կարողանամ կյանքի բոլոր հնարավոր փոփոխություններին արագ արձագանքել, որովհետև եթե չլինենք ադապտիվ, պարզապես ոչ մրցունակ չենք լինի, չենք կարողանա աշխատանքը գտնել, չենք կարողանա մեզ ռեալիզացնել, չեմ ասում երեխա դաստիարակելու, մեծացնելու ու մեր կյանքը վայելելու, երջանիկ լինելու մասին։ Համաձայն եմ, ադապտիվ լինելու հատվածի հետ կապված առավել քան համաձայն եմ, քանի որ ես վերջերս լսում էի հարցազրույց, չեմ հիշում հիմա անունը, որ ընկերություններից մեկի ղեկավարն էր, բայց տեխնոլոգիական ընկերություն էր ու կին ղեկավար էր ու իրեն հարցնում էին, դուք ձեր երեխաներին ո՞նց եք հիմա դաստիարակում, որ ուղղությունն եք մտածում, որ պետք է զարգացնել ձեր երեխայի մեջ, քանի որ այս պայդրությամբ ամեն ինչ այնքան արագ փոփոխվող է, ոչ մեկ չգիտի 5 տարի հետո ինչ է լինելու, ու երեխատ ինչ ուղղությամբ է գնալու, ինչ է սովորելու, ինչ է դառնալու, ու շատ հետաքրքիր միտք ասեց, որը որ շատ դուրս եկավ, ասեց չկա մի մասնագիտություն, որ բոլորս վստահորեն կարող ենք ասել, որ 10 տարի հետո իմ երեխան լավ կլինի, որ սա լինի, հա, այս մասնագետը լինի կամ այս ոլորտում լինի, որտեվ չգիտենք ոնց կփոփոխվի աշխարհը, բայց միակ բանը ասում եմ, որ ես փորձում եմ իմ երեխաների մեջ մտցնել, դա այդ ադապտիվ լինելը, հա, flexible լինելը, իրավիճակում փորձել հասկանալը, բալանսի բերելը ու եւս մի բան էլ հետաքրքրասիրությունը, այդ curiosity ասածը։ Դա շատ կարեւոր է, որպեսզի ցանկացած իրավիճակում ինքը կարողանա գլուխ հանել, թե ինչ է տեղի ունենում ու կարողանալ ադապտիվ լինելով որոշում կայացնել։ Այսօրվա դրությամբ ու հիմա ես էլ եմ հիմա փորձում իմ երեխաների մեջ այդ հետաքրքրասիրությունը զարգացնել, շատ հետաքրքիր ձևեր կան, այդ հարցազրույցից հետո գնացի լիք ուսումնասիրեցի, որ հասկանամ, որովհետև իրոք դա իմ պատասխանատվությունն է, որ այն երեխաներին, որ աշխարհ ես բերել ու ես շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ապրելով քո պատասխանատվությունը պատրաստես իրան, երբ որ ինքը դառնա 15-16 տարեկան, որպեսզի չկորի ու ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվի, ու այդ ադապտիվ լինելը, հետաքրքրասեր լինելը ու դժվարություններ հաղթահարելը, իրավիճակների առաջ դնել իրենց, որ իրենք պիտի դժվարություններ հաղթահարեն։ Հետաքրքիր է, որ
Հիմա ինչ որ որակավորումների շուրջ ենք սկսում երեխաներին դաստիարակել, այլ ոչ թե թող բժիշկ դառնա, թող իրավաբան դառնա, տնտեսագետ դառնա։ Ինչ խոսք, շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, շատ։ Կարծում եմ այս խոսակցությունը կարող ենք անverջ քննարկել, շարունակել։ Երևի իմ միակ ցանկությունն այն է, որ մեր կանայք իսկապես գնահատեն իրենց արժանինքները, տեսնեն իրենց առավելություններն ու ճանաչեն իրենց, որպեսզի կարողանան հասկանալ իրենց պոտենցիալը եւ չվախենան տարբեր բաներ փորձելուց։ Մինչև չփորձենք, չենք կարող իմանալ որն է մեր ճանապարհը։ Ուղղակի նստել, մտածել եւ երևակայել դա անիմաստ գործառույթ է։ Պիտի փնտրենք, պիտի ճանաչենք ու կարծում եմ, որ հաստատ փնտրողը կգտնի ու կկարողանա իրեն այնպես ռեալիզացնել, որ կյանքը իրեն տա այդ երջանիկ լինելու հնարավորությունը։ Շնորհակալ եմ Շողեր ջան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ցավոք մեր ժամանակը շատ սուղ է, չենք կարող ավելի երկար ծավալվել, բայց կարծում եմ ձեր գործունեությունը մեր կանանց հաստատ կոգեշնչի, կմոտիվացնի եւ իհարկե մաղթում եմ Արթուկին շատ կանաչ ճանապարհ եւ ավելի մեծ գործունեություն։ Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, որ սենց տարբեր թեմաներով ճյուղավորվեց։ Հույս ունեմ, որ օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր որ շատ հակասական այլ կարծիք ունեն, լիովին ընդունում եմ, հասկանում եմ, քանի որ այսօրվա աշխարհում չկա ընդհանուր մի ճիշտ, որով որ մարդիկ ապրում են, ամեն մեկը ապրում է այն մտքով, որով որ ինքն է համարում, որ դա է ճիշտը։ Բոլորին մաղթում եմ հաջողություն եւ օգտվեք Արթուկից։ Շնորհակալ եմ։ Դե ինչ հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար Ալիքի եթերում 2X հաղորդաշարն էր։ Ես Մանե Բարաղամյանն եմ ու այսօր զրուցեցի Շողեր Աթանեսյանի հետ։ Կհանդիպենք։